Գյումրին նոր քաղաքապետ ունի, արդյունքներից գոհ եք։ Ոչ, բացարձակ։ Ամեն ինչն է սուտ է, կեղծիկ։ Մի քաղաքապետի ճշտի բնակիչները զզվին էլ ինչ։ Գոհ ենք, ինչ չէ, մեր ընտրած քաղաքապետն է։ Մենք ենք ընտրել, գոհ ենք, մեր առաջվա քաղաքապետն է եղել, վատ բաներ չենք տեսել, միշտ լավ բան արեք Գյումրիի համար։ Իսկ ինչ ակնկալիքներ ունեք հիմա։ Լավ, որ զավոդներ կստեղծեն, ինչ որ ասել է, առայժմ մենք հավատում ենք իրան, որ կանի, ու կանի, ինքը Գյումրեցի է, Գյումրեցու խոսքը ինքը միշտ առաջ է տանում։ Ես եմ իմ տունը սպայողը, ես ոչ քաղաքապետից օգնություն ունեմ, ոչ էլ կսպասեմ Ազիզ ջան։ Վարդան Ղուկասյանը 13 տարի եղել է Գյումրու քաղաքապետ։ Հիմա նորից քաղաքապետ է դարձել։ Ակնկալիք լավ լինի մեզի համար։ Լավն ինչպես եք պատկերացնում։ Աշխատատեղեր բաց է։ Իր մասին չմտածե, մեր մասին էլ մտածե։ Ուրիշ բան չունեմ ասել, ջան։ Այո, գոհ եմ արդյունքից, ես շնորհավորում եմ Վարդան Ղուկասյանին։ Իսկ ինչ ակնկալիքներ ունեք։ Դες քաղաքի ինչ որ շինված տեսում եք Վարդան Ղուկասյանի օրոք եղե։ Ակնկալիք ունեմ, որ ավելի լավ կլինի։ Դուք իրեն եք ընտրել։ Այո։ Ես իր 13 տարի աշխատել եմ սրանից առաջ։ Իր 13 տարի աշխատում իրան էլ ընտրել եմ, այո։ Ну գիտեք ինչ կա, գործը ցույց կտա էլի գոյեղնելու։ Պետք է մեր շնորհալի գործը մենա, որ տեսնենք որ այդ մարդու երած գործն է, ասենք շնորհակալ ենք։ Ասում են 13 տարի շենք շինություններ է կառուցել եւ մեծ աշխատանք է կատարել։ Դուք որպես գյումրեցի տեսել եք այդ ամենը։ Ես դուրս եմ գնացի, այդպես նկատելի բան չեմ տեսել։ Մի հատ բուժ թաղամաս է սարքվել, չունեմ իր որոք եղել թե չէ։ Չեմ կրասել։ Ինչ ակնկալիքներ ունեք հիմա։ Հավատացյալ մարդ էլի, լավ բաներ պետք է էլի։ Ես 30 տարի է քարուքան տեղնի մեր քաղաքը, գոնե պիտի մեր քարի վրա տնե էլի։ Օրեն մյուս քարն չգնի էլի ցած։ Մենք շատ ուրախ ենք, որ քաղաքապետ ունենք ու հույսով ենք ու համոզված ենք, որ շատ լավ քաղաքապետ կեղնի ու լավ կաշխատի։ Այսօր նիստին ներկա չէր քաղաքացիական պայմանագիրը, նշեց, որ բոյկոտելու է նաև հետագայում, դուք ինչպես եք գնահատում այս խայլը։ Շատ սխալ, որովհետև սև ու սպիտակ չպետք է բաժանել։ Եթե ինքը Հայաստանի քաղաքացի ու մեր քաղաքի քաղաքացի է, ինքը պարտավոր է ներկա եղնել նիստին։ Բոյկոտելով մենք Հայաստանը չենք կարողանում կառուցել։ Պետք է իրար համագործակցեն բոլոր ուժերը, բոլոր խմբակցությունները, բոլոր կուսակցությունները, որ Հայաստանը ոտի կանգնի։ Այդպեսով մեր Հայաստանը կքայքայեն իրանք։